1995 թվականի ազգային ժողովի ընտրությունների վերջին շաբաթվա նախընտրական պայքարը թեժ էր։ Թիվ 50 ընտրատարածքում ազգային ժողովի падգամավորության տեխնացու Մանուկ Գասպարյանի նախընտրական հանդիպման ժամանակ վեճ է ծագում, որը վերաճմեցեց կրտուքի, կրակոց է հնչում։ Մանուկ Գասպարյանը առաջադրվել էր այն ժամանակ Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանի հետ նույն ընտրատարածքում։ Բաբկեն Արարքցյանը քարոզարշավի վերջին օրը միջազգային դիտորդների հետ հանդիպմանը խոստանում է, որ ազգային ժողովի ընտրությունները Հայաստանում կանցնեն ժողովրդավարական սկզբունքների հիման վրա։ Հայաստանում առաջին գումարման ազգային ժողովի ընտրություններին հետևելու համար հուլիսի 5-ի նախօրեին աշխարհի տարբեր երկրներից 600 դիտորդ է ժամանում։ «1999 թվականին ազգային ժողովի ընտրությունները աչքի ընկան ընտրական ցուցակների համատարած անճշտություններով։ Նախընտրական քարոզարշավի վերջին շաբաթվա ընթացքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկություններ է ստանում, որ Շիրակի մարզում ընտրական ցուցակներում 60,000 կրկնվող ազգանուն կա։ Սոցիալիստական ուժերի դաշինքը ահազանգում է երկու դեպքի մասին։ Երևանի Արաբկիր թաղամասի տեղամասերից մեկում 300 ընտրողի ազգանուն համընկնում է։ Քանաքերձեյթունի ընտրական տեղամասերից մեկի ցուցակներում 600 հոգի ծնվել են նույն օրը 1900 թվականի հունվարի 1-ին։ Երևանի Կոնդ թաղամասն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքի ընտրողները կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց ցույց են կազմակերպում մահացածներին հանգստություն ողջերին ընտրելու իրավունք պաստառներով։ Այդ ընտրատարածքում 1200 ընտրող դուրս էր մնացել ընտրացուցակներից։ 1999 թվականի ընտրապայքարի բնորոշումը դարձած նախընտրական շտաբների պայթյունները շարունակվում են։ Նախ անհայտ անձին քրկիզում են Արարատի թիվ 29 ընտրատարածքում քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրված իրավունք եւ միաբանություն դաշինքի աջակցությունն ունեցող Վաչիկ Ադիլխանյանի նախընտրական շտաբը։ Ընտրություններից մեկ օր առաջ էլ հրկիզել են ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի նախընտրական շտաբը։ 2003 թվականի ընտրությունների քարոզարշավի վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում է, թե իր կարծիքով քվեարկության արդյունքներով Հայաստանում կձևավորվի կոալիցիոն կառավարություն։ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ հանրապետականի ձայներն էլ կարող են կեղծվել եւ կոչ է անում կուսակիցներին տեր կանգնել ձայներին։ Խորհրդարանական ընտրություններին հետևող ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Ռոբերտ Բարին շեշտում է, որ 1996 թվականից ԵԱՀԿ-ի կողմից Հայաստանում դիտարկված ընտրություններից ոչ մեկը չի համապատասխանել միջազգային չափանիշներին։ 2007-ի ընտրությունների վերջի շաբաթվա ընթացքում ծեծի է ենթարկվում Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը։ Վերջինս ասում է, թե իրեն ծեծել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմնակիցները։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը նախընտրական հանդիպման ժամանակ Վարդենիսի քաղաքային հիվանդանոցին շտապօգնության ավտոմեքենա է նվիրում։ Ծառուկյանն ասում է, որ իր արածը ընտրակաշարք չէ, անշահախնդիր նվեր է վարդենիսցիներին Գագիկ Ծառուկյան հիմնադրամի կողմից։ Օրինաց երկիր կուսակցության նախագահ Արտուր Բաղդասարյանը հրաժարվում է Մեծ Բրիտանիայի փոխդեսպանի հետ իր ապօրինի գաղտնալսած զրույցի կապակցությամբ դատարան դիմել։ Հանրապետական կուսակցության առաջնորդ վարչապետ Սերժ Սարգսյանը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ավարտին Երևանի Ազատության հրապարակում հազարավոր մարդկանց ներկայությամբ երդվում է, որ ժողովրդին հուսախաբ չի անի եւ ժողովրդի վստահությունը չի մսխի։ Քվեարկությանը նախորդող օրերին ձերբակալվում է Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը։ Նրան կասկածում են ապօրինի եկամուտների օրինականացման համար։ Արզումանյանի բնակարանում 55,400 ամերիկյան դոլար է հայտնաբերվում։ Անուղղակիորեն կասկածներ կան, որ այդ գումարը փոխանցվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Լևոն Մարկոսի կողմից ընտրությունների ֆինանսավորման համար։ Նախընտրական քարոզարշավի վերջին օրերին իմպիչմենտ դաշինքի նոր ժամանակներ եւ հանրապետություն կուսակցությունների միասնական հանրահավաք է անցկացվում։ Հանրահավաքից հետո ցուցարարները խաղաղ երթով շարժվում են դեպի ազգային անվտանգության ծառայության շենք, որտեղ պահվում էր ձերբակալված Ալեքսանդր Արզումանյանը։ Ոստիկանությունը փակում է Նալբանդյան փողոցի մի մասը, ինչի արդյունքում նեղվածք է առաջանում, սկսվում է հերմշտոց ծեծկրտուկ։ Բախումների արդյունքում մի քանի ընդդիմադիր գործիչներ ծեծի են ենթարկվում եւ մարմնական վնասվածքներ ստանում։ Նախընտրական քարոզչության վերջին օրերին գրեթե բոլոր հիմնական տեխնացու քաղաքական ուժերը Երևանում մեծ հանրահավաքներ են անցկացնում։ Մոտենում է քվեարկության օրը։